Պարզվում է ինչ, այս ամենը փաստացի կապիկություն էր, որովհետև ուրիշ ավելի հստակ բառ չեմ կարող գտնել այս պատերազմին, այս ձևականության, այս չգիտեմ ինչին, որովհետև կարծում ես լուրջ պատերազմ է ու վերջում պատասխան պետքա Իրանը տա, հա, ամերիկյան բազաներին պետքա խփի, նույն քանակով ինչքան որ Ամերիկան եկավ իր ատոմային բազաներին խփեց եւ այլն ու խփելուց առաջ մի ժամ առաջ երևի զգուշացնում է Ամերիկային հենց անձամբ, որ ես գալու եմ խփեմ քո բազաներին, հենց որ արի դու քո մարդկանց տեղափոխի, որ ոչ մեկ վնաս չկրի, սա զուտ նրա համար է, որովհետև ես պետքա պատասխան տամ, ցույց տամ աշխարհին, որ տեսեք, ես պատասխան եմ տալիս ու պատասխանիս անունն էլ լինելու է հաղթանակի եսիմ ինչ։ Շատ հետաքրքիր մոտեցում է ու անկեղծ ասած հենց շուկան նույնպես տենց արձագանքեց, ինչպես տեսնում եք այստեղ, եկեք ցույց տամ, նայեք, տեսնում եք այստեղից սկսած, մոտավորապես այս տարածքներում, հեսա տեխնիկականին կանցնենք, բայց այս կետից սկսած Իրանը հեսա խփում է, հեսա որ է խփում է, մինչև արդեն ռակետները հասան տեղ, դե արդեն բոլորը տեղյակ են, որ հեսա պետքա խփի ռազմա բազաներին եւ այլն, բայց դե ինչ ալնում, մինչև հասնում է տեղ արդեն չեզոքացնում են իրանց հոբ համակարգերով յալեմ, ոչ մի բան տեղի չի ունենում ու քանի որ շուկան նույնպես հասկացա, որ սա կապիկություն է, բառից բուն իմաստով, պարզապես տեսեք ինչ մոմից, որտեղից մի անգամից թռավ ջարդեց վերև ու շարունակեց վերև բարձրանալ, այս տարածքներում էլ ժամը գիշերվա 6:30 էր, եթե չեմ սխալվում, Տրամպը հայտարարեց Հայաստանի ժամով, որ Իրանն ու Իսրայելը հայտարարի են եկել, որ ամեն ինչ նորմալ է, իրանք արդեն պետքա բարի շեն։ Բոլորս ուրախ ենք, զվարթ ու խնդիր չկա։ Հիմա եթե տեխնիկական տեսանկյունից դիտարկենք, այդ շատ լավ է, որովհետև Bitcoin-ին հենց դա էլ պետք էր, կրիպտոշուկային հենց դա էլ պետք էր, որպեսզի ինքը բարձրանար ու տեսեք ինչ աստիճանի է բարձրացել, 50% աճ է գրանցել իր այս վերևի պիկից ներքև, այսինքն 110,000 էր, պլյուս մինուս 100,000 իջել էր, 98,000 էր իջել, եկել է 50%-ի մակարդակին կանգնել է։ Այս ամենը ամենաչսիրածս բանն է, այս պատերազմը, որ պարզապես ինչ որ մի քանի հոգու խոսքով կարա սենց վերև ներքև ելնի ու դու չհասկանաս ու ի վերջո ինչ պետքա տեղի ունենա։ Դրա համար ես հնարավորինս փորձել եմ հեռու մնամ թրեյդինգից, քանի որ ամեն ինչ կարա լինի, մանիպուլյացիան ահավոր շատ է այստեղ։ Համենայն դեպս եկեք տեխնիկական տեսանկյունից նայենք ինչա սպասվում մեզ, եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի նոր բան չխոսա։ Նախորդ շաբաթ ունեինք կարմիր մոմ, լավ փակած, ինչպես երեք ասեցի, այսօր արդեն շաբաթական մակարդակով հասել ենք այն ամենատոփ մակարդակին, հա, ինչ եմ ես սպասում, համենայն դեպս տեսեք, այս մոմը, որ սենց վերևա բարձրացել, շատ մեծ լիկվիդացիաներ է տեղի ունեցել, հետևաբար շարունակություն ակնկալվում է, կարծում եմ այո, բայց կարծում եմ, որ այս ամենը ինչը որ տեղի է ունեցել, այսքան վերև բարձրանալ, ինքը պետքա մի հատ իջնի, տեստավորի ներքևի մակարդակներից, արդեն շարունակի վերև բարձրանալ, համենայն դեպս տեսեք ոնց է։ Այստեղ stop loss-էր ունենք, այստեղ stop loss-էր ունենք, որը որ ուղղակի սենց ջարդեց գնաց։ Հիմա այս վերևի մակարդակում եւս մի հատ սիրուն supply zone ունենք մենք ու նաև ունենք support resistance level, հա, այսինքն տեսեք, այստեղ եկավ, պահեց, եկավ 1, 2, 3, 4, 5, 6, այս էլ 7-րդն է, որ գալիս է կպնում է, ինքը դեպի ներքև տրենդ է, դեռևս քանի դեռ չի ջարդել այս մակարդակը, այստեղ ես չեմ կարողանալու իրան համարեմ, որ все-таки արդեն պետքա վերև բարձրանա։ Իմ կարծիքով այստեղ ունենք մի հատ զոնա, որը դեռևս եկել կպել է, պահել է, ու այս զոնայից այստեղ ներքև է իջել իր ընդհանուր ճնշումը, հետևաբար կարելի ասել, որ այս մակարդակում 103,700-ի կարգի, հեսա կգնանք լիկվիդացիոն գներն էլ գնանք, որ հասկանանք ավելի մանրամասն, ոնց է այս տեղանք պետքա իջնի, որից հետո եթե բարձրանալու լինի, արդեն կբարձրանա։
բայց այս պահին կարծում ստեղ բավականին լուրջ resistance level է, բայց դե ելի եմ ասում, այս իրավիճակում մի քիչ անհասկանալի է։ Հիմա եկեք 15 րոպեանոցում նայենք ինչա կատարվում ու մի հատ էլ sense բան անենք, որպեսզի զոնայի մացից տալիս։ Լավ, հիմա եկեք հասկանանք նորությունների հետ կապված ինչա տեղի ունեցել 3 ժամը 5:45 նույնպես դրական նորություն ենք ունեցել այս flash manufacturing ինչպես նաև existing home sales, այսինքն վաճառքը տների աճել է, որը որ նույնպես ազդեց շուկան, որ վերև բարձրանա։ Ուրեմն եկեք նաև նայենք լիկվիդացիայի գրաֆիկան, որպեսզի ավելի պարզ լինի ինչա կատարում։ Տեսնում եք, այս վերևի մակարդակներում սա liquidity է, որտեղ որ 106-700,000, 106,700, 800, մի խոսքով այս մակարդակներում մենք ունենք բավականին շատ stop loss-եր ու թե գինը կբարձրանա, կկպնի նոր կիչնի թե չէ, այդ մի քիչ անորոշ է, համենայն դեպս տեսնում եք այստեղ մեծ լիկվիդացիոն բան է տեղի ունեցել 103,500-ին, 500 մակարդակին, դե բնականաբար Թրամփի հետ կապված լուրերը ու այստեղից պետք է ինքը առնվազն մի հատ իջներ ներքև տեստավորեր նոր բարձրանար, բայց բարձրացել է, հիմա հասել այն մակարդակին, որտեղ որ հավանաբար ինքը գալու է կպնի այս մակարդակները 106.5-ից 107,000-ի սահմաններում այն գինն է, որը որ բավականին մեծ liquidity կա ու այս liquidity-ն հավանաբար գալու է կպնի գինը, որից հետո արդեն վերև էլ տենց առանձնապես բան չկա, ներքևը հավանաբար արդեն liquidity կսկսի ձևավորվել, որից հետո արդեն իսկ հնարավոր է իջնի գինը տեստավորի ներքևի մակարդակները ու շարունակի, ինչպես որ այստեղ վերևը 106.5 այստեղ բան են կան, տեսեք գրաֆիկայի լոգիկայով այստեղ է բոլոր stop loss-երը որ կա ու թե այս ուժ գնությամբ որ կա, միգուցե ինքը բարձրանա պարզապես այստեղ 2-3 հատ կպնի այս մակարդակներին, որից հետո նոր սկսի ընկնել։ Ինչի է նմանատիպ բան լինում, որպեսզի շուկան մաքրի market maker-ները, smart money-ն ու նոր սկսի ընկնել։ Համենայն դեպս տեղ եւս մի բան եմ նկատում, որ թեկուզ այս վիճակով, հա, մենք ունենք RSI divergence, բնականաբար գինը նույնն է, բայց նույնիսկ եթե բարձրացավ վերև, ինքը այն աստիճանի պիկ է խփել 80, որ շատ ուժեղ պետք է այսի ջարդի վերև բարձրանա, որ divergence-ը չլինի։ Եթե divergence եղավ, այստեղ նույնպես, եւս տրենդի թուլություն է դիտարկվելու ու այս տրենդի թուլությունը պարզապես հուշելու է, որ պետքա ներքև իջնի։ Ու եւս վերջի բանն էլ երևի ցույց տամ, այստեղ այս զոնան որ կա, արդեն տեստավորել է, եթե չի ընկնելու միջև այստեղ ներքև, այս դիման զոնա, ապա բարձրանալու այս ստոպը կպնի, այս սա վերևի հատվածը կպնի, որը որ եւս supply զոնա ունենք, այստեղ եկեք supply զոնան կարմիր գույնով դնենք, որ չխառնենք ու մի խոսքով բարձրանալու այստեղ, այստեղից ընկնի։ Հետաքրքիր մի բան, զոնաների հետ կապված։ Մենք երեք ինչ ունենք։ Այս զոնան, այստեղ որ խոսում էի, այն ամենասկզբում, հետո ունենք այս վերևի զոնան։ Երկուսն էլ փաստացի, տեսեք, մեծ զոնայի մակարդակով դիտարկենք ու փոքր զոնայի մակարդակով դիտարկենք, ինչա տեղի ունեցել։ Երկու դեպքում էլ եկավ այս կպավ այստեղ, որից հետո անկում տեղի ունեցավ, համարյա 1%-ի չափով, հետո երկրորդ անգամ կպավ, երկրորդ անգամն էլ փաստացի պատերազմի հետ կապված էր, ավելի փոքր մակարդակին կպավ ու արդեն այստեղ 2.5% ընկավ, հետևաբար կարելի ասել, որ այս մակարդակը իրան արդարացրել է, երկու անգամն էլ եկել կպել է ու բնականաբար երկու անգամն էլ եկամտաբեր է եղել, նույնիսկ այստեղ երբ որ արդեն պարզ էր, որ սա ցիրկ է, այստեղ նույնպես մի հատ դիման զոնա ունենք, որը որ եկավ կպավ, բայց այս դիման զոնան ոչինչ է, եթե հանկարծ իրականում ցիրկը տեղի չունենար, հա, այս կրկեսը չլիներ, միանշանակ այս զոնան չէր պահելու, ուղղակի ջարդելու էր ընկներ ներքև։ Սենց մի քիչ
անորոշ վիճակ է, այս պահին շուկան, կարելի է նաև դիտարկել ուրիշ coin-ներ, տեսեք, ուրիշ token-ների մասն է խոսքը գնում, ինչ ունենք, Solana-ի հետ կապված մի քիչ երկար է, բայց ավելի լավ է ասենց ներկայացնեմ։ Solana-ի հետ կապված մենք ունենք մի հատ շատ սիրուն supply zone-ը, օրական մակարդակով, կարծում եմ ինքը բավականին լավն է, արդեն իսկ կպել է, տեսնում եք, ընկել է, բայց իր ընկնելը պետք է ավելի շատ լինի։ Հետևաբար, թե որ մակարդակն է ամենաիդեալականը, այստեղ կարող ենք տեսնել, որ մի հատ շատ լավ զոնա ունենք վերևը, որը որ դեռևս չի եկել կպել ու կարա գա կպնի, ու այստեղ նույնպես divergence ունենք, տեսնում եք, եթե գա կպնի այստեղ, մեր risk reward-ը բավականին մեծ է։ Եկեք չափենք, որպեսզի այս զոնան պլյուս մինուս 1/4-ի ամենակիչը գնալու է։ Կարող ավելի շատ էլ իջնի, բայց կարծում եմ էսի բավականին ապահով տեղ է։ Մենք ունենք Cardano, որ նույնպես օրական գրաֆիկայով որ նայում ենք, դեռևս չի բարձրացել այն մակարդակին, որը որ կարելի ասել լավ զոնա է, օրական մակարդակով, բայց 4 ժամանոցով որ նայում ենք, կարող ենք տեսնել այստեղ մի հատ զոնա կար, որ ուղղակի sense ջարդեց դեպի վերև, stop loss-էր կար այստեղ, մաքրեց ու այս մյուս զոնան որ կա, հնարավոր է, որ մնացած coin-երի հետ, Bitcoin-ի հետ նույնիսկ համահունչ գա կպնի այստեղ, ընկնի։ Այս գինը 0.6-ն է ու 0.6 ու 1-ը կարելի ասել stop loss-ը կարելի է դնել, եթե մի քիչ երկարաժամկետ դիտարկեք, արդեն daily կտորը, ըստ վերևը նույնպես կարելի է անել։ Բայց համենայն դեպս, երբ որ կպնի, կարծում եմ պետքա որ սկսի ընկնել։ Ինչպես նաև ունենք Dogecoin-ը, Dogecoin-ը եկեք նայենք, տեսեք։ Dogecoin-ի հետ կապված ունենք էլի հետաքրքիր տեսարան, ունենք supply zone-ը, օրական մակարդակով 4 ժամանոցով նույնպես շատ սիրուն երևում է, որ արդեն կա բնականաբար ավելի լավ զոնա էլ, արդեն կարա լինի այս զոնան 0.17 կլոր ու 0.17-ը իրոք շատ լավ զոնա է, ես անձամբ պարտադիր այսօր trade եմ անելու դեպի ներքև, stop-ը մոտավորապես այս մակարդակներում եմ դնելու ու կարծում եմ բոլորը արդեն Bitcoin-ի հետ համահունչ բարձրանալու են, կպնելու են ու բոլորն էլ ընկնելու են ու լավ է նա, որ բոլորն էլ նույն այդ supply zone-ան ունեն օրական մակարդակով, այսինքն ընդհանուր կրիպտո շուկայի ճնշումը կարծում եմ դեպի ներքև է լինելու եւ այդ մակարդակներին կպնենք։ Համենայն դեպս շաբաթականը ներքև է, պատերազմը ավարտվել է, բայց դեռևս ես վստահ չեմ, որ ինչ-որ նոր սյուրպրիզներ չի լինելու, մեկը մյուսին խփի, հանկարծ միամիտ, վայ, ինչպես գիտեք, մանիպուլացիան այդպես է լինում, հենց որ զգուշ եղեք, ձեզ լավ օր, կհանդիպենք։